Բայց ինչ էին խոսում ժամադիր սիրահարները։ Ծնկներս արդեն դողում են, ինչպես պիտի վերադառնամ, ասում էր գոռին շահանդուխտը։ Առաջին անգամն է, որ պաշարում է ինձ այսպիսի երկյուղ։ Երկյուղ, ինչու համար, միթե հանցանք գործեցիր։ Անշուշտ, չէ որ ամեն մի գործ, որ կատարվում է գաղտուկ, հանցանք է ստինքյան։ Ես կամեցա անցնել հովանոցի մոտով այնպես, որ մայր Թագուհին ինձ չտեսնե։ Թագուհին, բայց միթե նա հովանոցումն էր։ Այո, նա դեռ նստած էր յուր բազմոցի վրա տխուր և մտախոհ։ Գոռ, ինչու այդքան տխրամած է նրա դեմքը։ Սիրտս ճմլվում է ամեն անգամ, երբ տեսնում եմ նրան։ Ինքս էլ չգիտեմ, ասում են, որ վիշտ ունի, և այդ վիշտը ծածկում են մեզանից։ Ծածկում են։ Ոչ ոք ոչինչ չէ ծածկում։ Ուրիշ ինչ վիշտ կարող է դառնագույն լինել, քան հոր և եղբոր կուրությունը, քան վշտահար մոր մահը։ Այո, անշուշտ չկա դառնագույնը, և չի կարող լինել, այդ ամենից սարսափելին է։ Չի կարող լինել։ Ախ, ինչ անմեղ, ինչպես երջանիկ եք դուք, սիրասուն զավակներ։ Երանի թե երբեք էլ այդ վիշտը չզգաք, այդ դառնությունը չճաշակեք։ Շշնջաց ինքն իրեն Թագուհին և ձեռքը սեղմեց կրծքին, որ ալիքի պես ելնում ու իջնում էր։ Քո դիմավորումը լցրեց իմ սիրտը բերկրությամբ, շարունակեց գոռը։ Աշխարհի ամենամեծ փառքերը չէին կարող բերել ինձ այն ուրախությունը, որ ճաշակեցի ես այս վայրկենում։ Բայց եթե այդ շնորհը ինձ անելու պատճառով քո սիրտը անհանգստացել է մի վայրկյան, ես կցանկանայի, որ դու չհանդիպեիր ինձ այստեղ։ Չհանդիպել, միթե կարող էի, միթե համբերություն կունենայի։ Այն օրից ի վեր, որ դու պահականոցներից հեռացել և աշխատում ես կրճերում, ես գրեթե քեզ այլևս չեմ տեսնում։ Դու առավոտը վաղ հեռանում ես դղյակից, ամբողջ օրը հոգնում և վաստակում ես դրսում, և երեկոյան ուշ վերադառնալով, հազիվ խոնջացած մարմինդ հանգիստ ես տալիս։ Էլ երբ և ուր տեսնեմ քեզ։ Ամեն օր բարձրանում եմ դղյակի աշտարակը և ժամերով կանգնած նայում եմ կրճերին, ուր զորականի հետ միասին դու էլ ես աշխատում։ Լարում եմ տեսությանս ուժը, աշխատում եմ քեզ տեսնել։ Սակայն հազիվ նշմարում եմ քո սաղավարտի ցցունքը և արծաթե գարդմանակը, որ փայլում է արևի առաջ։ Ախ, ինչպես այդ վայրկենին կամենում եմ ես թռչել դեպի քեզ, կամենում եմ գալ և նայել միայն քեզ վրա, կամ սրբել իմ ձեռքով քո քրտնաթոր ճակատը, և սակայն թռչում եմ միայն հոգիս, որ չի կարողանում բերել քեզ իմ սիրտը։ Նա մնում է աշտարակի մեջ փակված, ինչպես վանդակի թռչնիկը։ Դժվար դրություն է սա, գոռ, այնպես չէ։ Խոսիր, ինչու ես լռում։ Խոսիր դու, իմ աննման շահանդուխտ, խոսիր միայն դու։ Քո ձայնը հնչում է ավելի քաղցր, քան այս առվի կարկաչը, քան գարնան սողակի առավոտյան մեղեդին։ Այո, ես այլևս չկարողացա համբերել։ Տեսա, որ եթե բախտի կամքին հանձնվիմ, շատ պիտի չարչարվիմ, ուստի որոշեցի այս հանդուգն քայլն անել։ Ախ, ներիր ինձ, գոռ, եթե մեղանչեցի ես համեստության դեմ։ Չգիտես, թե որքան շատ եմ տանջվել ես։ Ներել, միթե սիրելը հանցանք է։ Դու հնազանդել ես քո սրտին։ Այո, իմ սրտին։ Ահա մի քանի օր է, ինչ տեսնում եմ, որ դու կրճերից վերադառնալով բարձրանում ես ժայռերը և այս գահավանդակից անցնելով քերում մեր աշտարակի ստորոտը։ Այդ ժամանակ ես արդեն լինում եմ ննջարանում։ Պատուհանի նեղ անցքից քեզ եմ տեսնում։ Տեսնում ես, որ հայացքս վերսևեռած, անցնում եմ համրաքայլ։ Այո, և աշխատում ես ինձ տեսնել։ Դժբախտաբար դղյակի պատուհաններն այնքան անձուկ են, որ նրանց միջից գլուխ հանելն իսկ անկարելի է։
Եվ ահա այդ պատճառով ես այս հանդուգն միտքը հղացա։ Որոշեցի գալ և սպասել այստեղ քո դարձին։ Իսկ դղյակի սպասուհիները։ Գոր, ոչ ոք ինձ չտեսավ։ Ես խուլ սանդուղքներից իջա։ Եվ եկար ինձ դիմավորելու այստեղ, մենակ։ Ախ, որքան բարի, որքան սիրելի ես դու։ Այս ասելով գոռը բացավ յուր բազուկները և կամեցավ գրկել սիրուհուն, բայց նա բռնեց երիտասարդի երկու ձեռներից և քնքշաբար ետ մղելով նրան ասաց ժպիտով. Ոչ, սիրեցյալդ իմ գոր, նախարարազուն երիտասարդները այդպես չեն պաշտպանում բարձակից օրիորդներին։ Շահանդուխտ, այո, մենք մենակ ենք, դու ինձ պիտի պաշտպանես քո դեմ։ Օ, ինչպես խիստ, ինչպես ահավոր ես դու։ Ես եկա միայն մի խոսք ասելու քեզ, որովհետև առանձին չենք պատահում միմյանց, իսկ երրորդի ներկայությամբ ասել չեմ համարձակվում։ Ես իսկույն պիտի վերադառնամ։ Ախ, ինչպես կփափագեի, որ քո ճանապարհի վրա լեռներ բուսնեին այս վայրկենին։ Այո, միայն մի խոսք։ Եկա քեզ խնդրելու, որ երեկոները արևի մուտքից գեթ մի ժամ առաջ վերադառնաս տուն, որպեսզի ամեն օր պատշգամբից կարողանամ ողջունել քեզ և քո ողջույնն առնել։ Միայն այդ։ Այո, միայն այս։ Եվ այս արդեն շատ է ինձ համար, մինչև որ ինչ։ Մինչև որ դու քո աշխատությունները կավարտես և կվերադառնաս դղյակ։ Օ, իմ աշխատությունները չպիտի ավարտին, քանի որ ինչ։ Քանի որ շահանդուխտը գտնվում է գառնու ամրոցում։ Ինչ կնշանակե դա։ Այդ կնշանակե այն, որ ես դողդողում եմ քո անձի համար, քո ապահովության համար, ինչպես և այն բոլորի, որոնք գտնվում են այս ամրոցում։ Ոչ, այս բոլորի համար ես ուրիշ կերպ կմտածեի, բայց քեզ համար, ախ, ինչպես ասեմ, խոսիր, ինչու ես լռում։ Այո, իմ անգին օրիորդ, եթե թշնամու հրոսակները գառնին շրջապատելով, ոչ մի կռվան չգտնեն ժայռերի վրա բարձրանալու, եթե նրանց սանդուղքների և փայտակերտ մարդկոցների տակ հողը փլչելով, վերեն վայր կործանե ամենքին, եթե կպրաձյութի կրակված հեղեղները լափեն խիզախներին ոչ միայն պարիսպների տակ, այլև զառիվայր ճանապարհներում, եթե հագարացի կամիստերով շարունակ պաշարեն մեր բերդը, և սակայն վերջին գյուղացուն չկարողանան յուր խորակից զրկել կամ իշխանուհիների սովորական զբոսանքն արգելել, իմացիր, որ այդ ամենը լինում է քո շնորհիվ, որ գառնին անպարտելի է դարձնում սյունյաց օրիորդը, որ շատերն այստեղ իրենց կյանքը պարտական են մնում իմ հարսնացուին։ Ինչ կնշանակե դա, գոռ, ես քեզ չեմ հասկանում։ Այդ կնշանակե այն, որ քանի դու գառնիումն ես, գոռը հանգստություն չունի։ Գեղամ Նահապետի գտած այս հսկայական ժայռերը փխրուն են երևում իմ աչքում։ Տրդատա կառուցած հաստահիմն պարիսպները թվում են ինձ անզոր։ Մեզ շրջապատող այս խորաձորը երևում է իբրև հովիտ, դյուրամատույց ամենքին։ Վերջապես մեր զորքերի թիվը ես գտնում եմ նվազ, մարտիկների եռանդը ոչ բավական դյուրավառ, բերդակալի աշխույժը գրեթե մարած։ Այդ պատճառով ահա դադար չունիմ օրոգիշեր։ Աշխատում եմ ինքս, աշխատեցնում եմ զորականին։ Այն միտքը, թե շահանդուխտը գտնվում է գառնիում, և թե պետք է նրա թանկագին կյանքը ապահովել, իմ սիրտը լցնում է արիությամբ։ Երբ արշալույսին ելնում եմ դղյակից, զգում եմ իմ մեջ մի անպարտելի ուժ, մի անսպառ զորություն։ Ես հասնում եմ աշխատությանց վայրը զորականից շատ առաջ։ Դիտում, քննում, հետախուզում եմ այն բոլոր անցքերը, որոնք կարող են մատչելի լինել թշնամուն, և աշխատում եմ, որ այդ բոլորը կորստյան գուբեր և անդունդներ դարձնեմ նրա համար։ Կամենում եմ, որ գառնու պարիսպները կրկնապատիկ ստվարացնեմ,
որ բուրգերը և աշտարակները կրկին չափով բարձրացնեմ, որ ամեն ինչ և ամեն վայր դառնա անառիկ և անմատչելի։ Եթե դու մի անգամ մեր ամրոցը և պահակավայրը շրջագայես, կտեսնես, թե որքան շատ գործեր են կատարվել, որքան մեծ զորություն է ամբարվել դրանց շուրջը։ Եվ այս բոլորը միայն քեզ համար, իմ անգին, իմ աննման շահանդուխտ։ Եվ այս ասելով երիտասարդը առավ նազելի օրիորդի աջը և երկյուղացությամբ սեղմեց յուր շրթունքներին։ Նա չընդդիմացավ։ Միայն քեզ համար, աննման շահանդուխտ։ Ախ, որքան երջանիկ եք դուք, շշնջաց դարձյալ թագուհին, և արտասուքի կաթիլները գլորվեցին նրա դալկահար դեմքի վրա։ Բայց ինչու միայն ինձ համար, չէ՞ որ դղյակում ապրում են թագուհին, քո և իմ մայրերը, ուրիշ իշխանազն տիկնայք և օրիորդներ, և վերջապես, չէ՞ որ գառնին լիքն է ժողովրդով, նկատեց օրիորդը ժպտալով։ Այո, դրանց բոլորի կյանքը թանկ է ինձ համար, նույնիսկ վերջին գեղեցկուհին պիտի վայելե իմ պաշտպանությունը, ինչպես իմ հարազատ քույրը, բայց ոչ մեկը դրանցից չէ ներշնչում իմ հոգում այն բարձր զորությունը, որով կարծում եմ անպարտելի պիտի մնամ ես թշնամու առաջ, այն զորությունը, որ հասարակ արարածին հերոս և աննշան զինվորին դյուցազն է դարձնում։ Իմ թագուհու համար ես կարող էի լինել անձնվեր հպատակ, մեր մայրերի համար անձնազոհ որդի, ժողովրդի և հայրենիքի համար աներկյուղ զինվոր, բայց քեզ համար… Ախ, չգիտեմ ինչ անուն տամ ինձ, քեզ համար չեմ զոհի լիմանձը, բայց չէ, ինչ եմ ասում, իհարկե կզոհեմ, նույնիսկ իմ հոգին կմատնեմ գեհենին, եթե դա հարկավոր է, բայց ես չեմ մեռնիլ, որովհետև պիտի ապրեմ քեզ խնամելու և պաշտպանելու համար։ Ինձ թվում է, որ եթե հագարացիների ամբողջ բանակը հարձակվի ինձ դեմ, քեզ իմ գրկից հանելու համար, դարձյալ անզոր պիտի լինի դա անելու։ Երբ մտածում եմ, թե շահանդուխտը այստեղ գառնիումն է, և նա հույս ունի իմ պաշտպանության վրա, կարծես առյուծ է ծնվում իմ սրտի մեջ, բազուկներս դառնում են երկաթ։ Ինձ թվում է, թե ամեն խաչ ու խուտ պիտի կորսանեմ, ժայռ ու ամբարտակ փշրեմ, տապալեմ, եթե համարձակվին երբևիցե արգելել ինձ քեզ պաշտպանելու։ Այո, ուզում եմ ապրել միայն քեզ համար ու սիրում եմ ամենքին միայն քո պատճառով։ Միայն իմ պատճառով… Օ, գոհ չէի կամենալ, որ այդպես խոսես դու։ Միթե սինլքոր արարածին մինը պիտի դառնայիր, եթե ես չլինեի։ Ախ ոչ, շահանդուխտ, ես դա չէի կամենում ասել։ Հապա ի՞նչ։ Կամենում էի ասել, որ քո սերը կրկնապատկում է իմ մեջ ամեն բան, և ապրելու իղձը, և հոգվո արիությունը, և սրտի կորովը, և դեպի իմ եղբայրակիցները և հայրենիքն ունեցած սերը։ Քեզնով աշխարհը երևում է իմ աչքին վարդալիր, արևն ավելի հրատապ, լուսինը ավելի պայծառ։ Դու ամեն ինչ ես ինձ համար, և կյանք, և գանձ, և զորություն, և փառք։ Ախ, բավական է, ոչինչ չեմ ուզում լսել։ Անշուշտ մի չարության ոգի առաջնորդեց ինձ այստեղ, իմ ծանր վերքերը նորոգելու համար, մրմնջաց թագուհին և տեղից բարձրանալով, ուշիկ քայլերով հեռացավ դեպի հովանոցը։ Այստեղից նա ուղղվեցավ դղյակը միայնակ, առանց նաժիշտների ընկերակցության, ինչպես անում էր նա երբեմն, և գնաց փակվեցավ յուր առանձնարանում։ Քիչ ժամանակ անց բաժանվեցան նաև սիրահարները։ Գոռը իհարկե խոստացավ յուր հարստացուհին կատարել նրա խնդիրը և ամեն երեկո վերադառնալ դղյակ արևի մուտքից առաջ։ Բայց թագուհու վրա մեծ ազդեցություն արավ այս դեպքը։ Նրա վերքերը արդարև նորոգվեցան։ Սիրահարների զրույցը դեռ հնչում էր նրա ականջին։ Նա կարծես տակավին ուռենու մոտ նստած
լսում էր նրանց և մերթընդմերթ որոճում այն սիրաշունչ խոսքերը, որ արտասանել էր գոռը շահանդուխտին. Ապրեցեք, ապրեցեք միմյանց համար, երջանիկ արարածներ, ապրեցեք, զի սիրում եք կաթոգին, զի Աստծո աջը հովանի է ձեր սիրույն։ Ավաղ ինձ թվում էր, թե այլևս սեր չկա ոչ մի տեղ, թե նա ցամաքել, չորացել է ամենի սրտում, ինչպես հովտի այն ծառը, որոնց զարնում է խորշակ, որոնց չէ ջրում առուն կամ ցող չէ տալիս երաշտի գիշերը։ Այդպես եղավ մեր սերը, չորացավ, գոսացավ։ Ինչ էր մնում մեզ անել, եթե ոչ հաստանել ձայն և ի հուր արկանել։ Բայց ահա հենց այդ չորացած ծառի մոտ ես տեսնում եմ մի դալար բողբոջ, ոստիկներով և տերևով զարդարուն։ Ինչ անել նրան։ Մի՞թե չորի հետ միասին կտրել և այրել։ Ոչ, թող նա ապրի, խնամվի, թող արևը ջերմություն և առուն ջուր պարգևե, թող խորշակը յուր թունավոր շնչով երբեք նրան չզարնե, թող նա մեծանա, ուռճանա, գուցե նրա հովանվույն ներքո ապրին և սնանին սիրո ուրիշ բողբոջներ։ Այո, սերը չէ մեռել աշխարհում, նա կա, նա ապրում է։ Բայց էլ ինչու ծաղրում են ինձ։ Ինչու ամենքը միացած կամենում են խեղդել այդ զգացմունքը իմ չարաբաստ սրտում։ Ինչու զարմանում են, որ ես նրա մասին ավելի եմ մտածում, քան այն բոլորի, ինչ որ կատարվում է իմ շուրջը։ Ինչու ինձ հեգնում են, երբ իմ կյանքն ու երկինքը նրա մեջ եմ տեսնում, նրա մեջ որոնում։ Ինչու կամենում են, որ իմ աշխարհի այդ միակ արևը խավարի։ Չէ՞ որ այնուհետև հուսահատությունը պիտի ինձ տիրե։ Բայց ախր ինչ եմ ասում։ Նա արդեն ինձ տիրել է։ Ահա ես քաշվել, ապաստանել եմ այս խորշերին։ Լռությունն ու միայնությունը դարձել են իմ միակ ընկերները, անգործությունը իմ միակ զբաղմունքը։ Ինչ եմ անում ես, Տեր Աստված, ոչինչ այլևս ինձ չէ հետաքրքրում, ոչինչ իմ սիրտը չէ ջերմացնում։ Թշնամին հասել, նստել է իմ դռան մոտ, բայց այդ էլ ինձ չէ սարսափեցնում։ Աշխարհի վրա նայում եմ կարծես դագաղի միջից։ Միթե ես ապրում եմ։ Եվ թագուհին նայեց հանկարծ յուր շուրջը, տեսավ յուր միայնությունը և խոր հառաչեց. Այսպես չէի ապրում ես, այսպես չէր անցնում իմ կյանքը, քանի նա սիրում էր ինձ, շշնջաց նա և լռեց։ Մի քանի վայրկյանից նրա հայացքն ընկավ առանձնարանի պատուհանին, երևացին գեղա-լեռան լանջերը, լուստի լուսով լուսավորված։ Նորեն հիշեց թագուհին սիրահար զույգը, նրանց զրույցները, շահանդուխտի սիրախոսությունը, գոռի ոգևորությունը։ Եվ ինքն էլ կարծես երիտասարդացավ նրանց հետ։ Թեպետ երիտասարդ էր, և վշտերն էին միայն յուր սիրտը ծերացրել։ Չէ, այդպես չպետք է լինի։ Դեռ կարելի է ապրել, կամ գոնե ուրիշներին ապրեցնել։ Մենք իրավունք չունենք մեզ շրջապատող մահը տարածել ամեն տեղ, կամ էլ ամենքին մեզ հետ միասին մեռցնել։ Ինչ իրավունքով պիտի զրկեմ իմ շահանդուխտին սիրո անուշ վայելքներից, կամ էլ պատանի գոռին կյանքի բարիքներից։ Ես իմ աչքով տեսա, իմ ականջով լսեցի. նրանք սիրում են իրար, երջանիկ են։ Ինչու չօգնել նրանց, որ երկար, շատ երկար երջանկանան։ Նրանք մեր սիրելիները, մեր որդիներն են։ Բայց միթե մենք մի կամ երկու որդի ունենք։ Քանի նմանօրինակ բախտավորներ կան մեր աշխարհում, որոնք կամենում են ապրել, վայելել կյանքի քաղցրությունները։ Եվ ինչու զրկել, ինչու չօգնել նրանց։ Բայց մենք զրկում ենք, բարբարոսություն ենք անում։ Մենք դժբախտ ենք, դուք էլ դժբախտ եղեք։ Այսպես ենք ասում և այսպես մտածում։
Մեր անձնական վշտերի պատճառով մենք ձեռքներս լվացել ետ ենք քաշվել։ Թագավորը նստել է կաքավաբերդ, իսկ ես փակվել այս դղյակում։ Թշնամին թող անե ինչ կամենում է։ Թող նա հարվածե, հալածե, երկիրը տակն ու վրա անե, մեզ ինչ փույթ։ Մենք քո չենք ապրում, ուրիշներն էլ թող դժբախտանան։ Այո, այդպես ենք մենք մտածում։ Բայց չէ որ սա մի ոճիր, մի չարագործություն է, երկնային անեծքի արժանի։ Այս նորածին մտքերն այնպես հուզեցին Թագուհուն, որ ոչ միայն նրա վհատությունն անցավ, այլև մի նոր և մինչև այդ իրեն անծանոթ ոգևորություն եկավ վրան։ Նա որոշեց իրական մասնակցություն ունենալ երկրի պաշտպանության գործում, բայց թե ինչ պիտի աներ դեռ չգիտեր, նա մտածում էր դրա վրա։ Հանկարծ նրա դեմքը պայծառացավ, և գեղանի շրթունքների վրա շողաց մի առույգ ժպիտ։ Ես կերթամ Աշոտի մոտ, կառնեմ նրա նորեն իմ գիրկը, կջերմացնեմ նրա սիրտը իմ հրատապ շնչով, կհիշեցնեմ նրան մեր անցյալը, կոգևորեմ յուր քաջության և փառքի նախկին հիշատակներով։ Այո, կհանեմ նրան կաքավաբերդից և կդարձնեմ ոստան։ Նա նորեն կանցնի հայ քաջերի գլուխը, նորեն կորոտա ինչպես մրրիկ և կահաբեկե յուր թշնամիներին։ Այն ժամանակ խաղաղության հովանվույն ներքո թող ծլին, թող ծաղկին սիրո բույսերը։ Թող մեր աշխարհի երիտասարդ սրտերը վայելեն նրա անուշ պտուղները։ Այո, որոշված է, ես կերթամ, ինձ ոչ ոք չի խանգարիլ։ Ամեն մարդու մի միտք է առաջնորդում։ Մարսպետունի իշխանը ոգևորվում է ընդհանուր հայրենիքի սիրով։ Նա աշխատում է նրա ամբողջության, գահի հարստության և հետևապես ժողովրդի բարօրության համար։ Նրա որդին Գոռը ոգևորվում է այդ ամենով միայն շահանդուխտի համար։ Թող ուրեմն ինձ էլ ոգևորե Գոռի և շահանդուխտի բախտը։ Թող ես էլ աշխատեմ այն սրտերի համար, որոնք սիրում են և ցանկանում են սիրազուրկ չլինել։ Եվ Թագուհին վեր կենալով իսկույն ձայն տվավ նաժիշտներին։ Նրանք ներս եկան։ Կանչեցեք այստեղ Սեդային, հրամայեց նա։ Մի քանի վայրկյանից ներս մտավ դայակը։ Սեդա, պատրաստվիր, մենք վաղն է վետ պիտի ճանապարհվենք։ Ուր, մեծափառ տիկին, զարմանալով հարցրեց դայակը։ Կաքավաբերդ։ Կաքավաբերդ, թագավորի մոտ։ Այո։ Ինչու, տիրուհիս։ Ինչպես թե ինչու, գնում եմ իմ ամուսնու և թագավորի մոտ, միթե տարօրինակ ցանկություն է այս։ Բնավ, Աստված թող օրհնե այդ ցանկությունը և քո ճանապարհը։ Կամենում էի իմանալ, թե ինչու հանկարծ այսպիսի որոշումն արի։ Այո, դրա համար հետո, խոսելու ժամանակ շատ ունենք։ Իսկ այժմ ինչ կհրամայես։ Կարգադրիր, որ վաղ առավոտվանից պատրաստ լինին 2 պատգարակ զույգ ջորիներով։ Մեզ հետ կլինեն 2 սպասուհի և 2 ծառա։ Իմ պահանորդները թող ժամ առաջ ելնեն ամրոցից և սպասեն մեզ ճանապարհին։ Դղյակում լինելիք կարգադրությանց մասին հարկ եղածը կհանձնարարեմ գոհարիշխանուհուն։ Իսկ ամրոցում բերդակալից զատ ոչ ոք չպիտի իմանա մեր հեռանալը։ Սեդան գլուխ խոնարհեց Թագուհուն և դուրս գնաց։ Դ. Բյուրականի առուպը։ Դեռ նոր արևելքը սկսել էր շառագունել, երբ Սևանա վանուց միաբանություն առավոտյան ժամերգությունն ու պատարագը ավարտելով, դուրս եկավ Սուրբ Առաքելոց եկեղեցուց և ցրվեցավ դեպի Բլրակի խուցերը։ Հովհաննես կաթողիկոսը, որ 4-րդ օրն էր, ինչ գտնվում էր այդտեղ, աղոթում էր նույնպես միաբանության հետ։ Թողնելով եկեղեցին, նա փոխանակ դեպի Վեհարան դառնալու, Սահակ եպիսկոպոսի հետ միասին բարձրացավ Բլրի գագաթը։ Չնայելով, որ ցուրտն զգալի էր արդեն, այսուամենայնիվ նա ցանկացավ դիտել այդտեղից արևի ելքը, որ կղզու գեղեցիկ տեսարաններից մինն էր կազմում։
Նա կանգ առավ Սևանա Անդրանիկ եկեղեցու, այն է Սուրբ Հարություն տաճարի առաջ, որ կառուցած էր բլրի գագաթին, և սկսավ դեպի արևելք նայել։ Կապուտակ ծովակը, որ պարփակում էր կղզին, խաղաղ էր այդ վայրկյանին և միապաղաղ ինչպես բյուրեղ։ Միայն փոքրիկ մկանունքները գալիս կրծում էին ժայռապատ եզերքը։ Համատարած կապուտակի վրա ձգվում էին զանազան ուղղությամբ սպիտակ և երկնագույն շերտեր, նման երկարաձիգ ժապավենների, որոնք տակավ առ տակավ փոխում էին իրենց գույնն ու ձևը, համակերպելով առավոտյան շողերին։ Եվ ահա այծեմնասարի ետևից ծագեցին արևի առաջին ճառագայթները, և հրափայլ սկավառակը, ինչպես մի հրահոսան անոթ, սկսավ բարձրանալ երկնակամարի վրա։ Նրա կենարար ճառագայթները ոսկեզօծեցին ափնածիր լեռները, Սևանա բարձունքը և ժայռերը ու արևմտյան կուսի կանաչազուրկ դաշտերը։ Բայց ամենից գեղեցիկ և սխրալի տեսարանը ներկայացնում էր Նահապետի ծովակը։ Նրա մուգ կապուտակը փոխվում էր հետզհետե բաց երկնագույնի։ Ժապավենները նվազում կամ անհետանում էին։ Ծովակի մակերևույթը մի տեղ վառվում էր բաց բոսորագույն, մի ուրիշ տեղ փայլում գորշ արծաթագույն, իսկ բյուրավոր մկանունքները, որոնց փոքրիկ հովը հետզհետե ալիքների էր փոխվում, փայլփլում էին արևի առաջ ինչպես ադամանդ և կամ ջրածին։ Կաթողիկոսը նայում էր այդ բոլորին, նայում և զմայլում էր։ «Ինչպես գեղեցիկ, ինչպես հրաշալի է մեր երկիրը», ֊ ասաց հանկարծ նա։ Ինչո՞ւ չենք կարողանում հանգիստ սրտով ապրել այստեղ, ինչո՞ւ անիրավ ճակատագիրը հալածում է մեզ։ Եվ նա հոգով սլացավ դեպի հին դարերը, դեպի այն երջանիկ անդրանիկ օրերը, երբ այդ տեղերին տիրում էր գեղամը յուր թոռներով, անխառն ընթոցիններով, երբ այդտեղ լսվում էին միայն հարազատի բարբառը, երբ մարդիկ այդտեղ անծանոթ էին օտարին, նրա լուծին, նրա բռնությանը։ Նա հիշեց և այն բախտավոր ժամանակը, երբ հզոր τρթաթը հրամայում էր այդ երկրին, երբ լուսավորիչը խաչը ձեռին այցելեց այդ ծովակին, երբ քրիստոնեության նորընծյալ զինվորները Սևան ամրոցը մտնելով հալածեցին այդտեղից քրմերի խումբը և սյունյաց տոհմական կռոծ տաճարը ճշմարիտ Աստուծո տուն դարձնելով Սուրբ Հարություն անունը տվին նրան։ Նա պատկերացրեց յուր առաջ այն վայրկյանը, երբ հայաստանյաց լուսատուն Քրիստոսի խաչը հինավուրց կռատան բարձունքը հանելով, նրա հովանվույն և խնամոցը հանձնեց գեղամա ծիծաղախիտ ծովակը յուր համր ու խաղաղ բնակիչներով, յուր գեղազարդ ափերով։ Իսկ այժմ… Այո, այժմ էլ այդ ծովակը և կղզին սյունյաց տերերի կալվածն էին։ Նա գտնվում էր հայոց թագավորի հովանավորության ներքո։ Բայց եթե հանկարծ հագարացիկ շրջապատեին նրան, եթե արաբացոց վայրենի և գարշադեմ զորքը խուժեր այդ կղզին, ավարի առներ նրա սրբությունները, սրի անցներ միաբանությունը, գերի վարեր իրան, կաթողիկոսին, ո՞վ արդյոք պիտի դիմադրեր նրանց։ Այս մտքերը հուզեցին կաթողիկոսի սիրտը, և մի հանկարծական երկյուղ պաշարեց նրան։ «Մի՞թե այստեղ ապահով ենք մենք թշնամու հարձակումից, ֊ հարցրեց նա Սահակ սրբազանին։ ֊ Ապահով ենք, եթե Աստուծո աջը հովանի է մեզ, ֊ պատասխանեց եպիսկոպոսը։ ֊ Բայց հովանի՞ է արդյոք։ Մեզ մահկանացուներիս հայտնի չէ ոչինչ։ Կարելի է միայն հուսալ, թե այս բազմաթիվ միաբանության մեջ կգտնվին սուրբ մարդիկ, որոնց շնորհիվ և նա կազատե մեզ փորձանքից։ Այո, եթե գտանիցի անդ 10-ն, ոչ կորուսից և վասն 10-անցն, այդպես ասաց Աստուծո հրեշտակ Աբրահամին, երբ գնում էր նա Սոդոմը կործանելու, բայց կգտնվին մեր մեջ 10 արդար մարդիկ։
Դեռ վեհափառը չէր վերջացրել խոսքը, երբ նա նշմարեց մի լաստ, որ ցամաքաբերդի կողմից առաջանում էր դեպի կղզին։ Ովքե՞ր են հյուր գալիս մեզ այսպես առավոտ անց, հարցրեց կաթողիկոսը եպիսկոպոսին։ Գուցե ուխտավորներ են, պատասխանեց վերջինս։ Բայց վեհափառը, որին անհանգստացնում էր կղզում վերաբերյալ ամեն ելումուտ, դարձավ իսկույն դեպի վեհարան և հրամայեց եպիսկոպոսին մարդ ուղարկել և եկվորների ով լինելն իմանալ։ Կես ժամից յետ ներկայացավ կաթողիկոսին դվնո կաթողիկոսարանի սպասավոր Թեոդորոս Սարկավագը, որ կղզին մտնողներից գլխավորն էր, և հայտնեց վեհափառին, թե Բեշիր զորապետը պատրաստվում է մեծ զորքով գալ Սևան և պաշարել նրան կղզու մեջ։ Կաթողիկոսը գույնը նետեց։ Այստեղ էլ հանգիստ չեն տալիս ինձ, բացականչեց նա երկյուղագին, և ապա դիմելով Սահակ եպիսկոպոսին ասաց. Սրբազան տեսա՞ր, ուրեմն 10 արդար էլ չկա մեր մեջ։ Գուցե, բայց ինձ թվում է, թե Աստված կորուսան է զարդարն ընդամ բաշտին, կրկնեց եպիսկոպոսը Աբրահամի խոսքերը։ Ո՞վ է այդ ամբարիշտը, հարցրեց կաթողիկոսը։ Ով գիտե, գուցե ես, գուցե նա, որ իրեն արդար է համարում։ Անկարելի է, որ այս չարիքները հասնում չլինին մեզ մի հովնանի պատճառով։ Բայց ախր ով է այդ հովնանը, ուր է գտնվում նա։ Ասա, թող բռնենք և ծովը նետենք, գուցե այդպիսով Աստուծո բարկությունն անցնի։ Եպիսկոպոսը չպատասխանեց։ Ինչու լռել ես, սրբազան, հարցրեց կաթողիկոսը։ Հովնանի տեղը ես չգիտեմ։ Յուրաքանչյուր մարդ կարող էր յուր գործերը քննելով ասել, թե որքան հեռի է հովնան լինելուց։ Բայց ես մի բան գիտեմ, այդ այն է, որ վեհափառը պիտի հեռանա Սևանից, որպեսզի այստեղի միաբանությունն էլ այրիվանից հայրերի բախտը չճաշակե։ Կաթողիկոսը հասկացավ Սահակ եպիսկոպոսի ակնարկությանց նշանակությունը և խոր հառաչեց։ Ուրեմն, իմ երկրի մեջ չկա մի անկյուն, ուր ես գլուխս դնել կարողանամ, ուր հանգչելու իրավունք ունենամ, խոսեց ինքն իրեն կաթողիկոսը, և ապա դիմելով Թեոդորոս Սարկավագին հարցրեց. Դվինում իմ մասին ինչ են խոսում։ Քո որոշումները վեհափառ տեր, ոչ ոք անխորհուրդ չի համարում, բայց ասում են, որ եթե դու աթոռավայրում լինեիր, ոստիկանը չէր հանդգնիլ քեզ հալածել։ Իմ աթոռավայրում։ Լավ, ես 2 օրից այնտեղ կլինեմ։ Կհասնենք, այնպես չէ, սրբազան, դիմեց կաթողիկոսը եպիսկոպոսին։ Դվին։ Ոչ, բյուրական ամրոցը, չէ որ նա էլ իմ աթոռավայրն է։ Այդտեղ լինելով ես մոտ կլինեմ կաթողիկե եկեղեցուն։ Ոստիկանը գիտե անշուշտ, որ բյուրականը իմ դաստակերտն է, որ ես այդտեղ դղյակ և եկեղեցի ունիմ կառուցած և տարվա մեծ մասն անցնում եմ այդ ամրոցում։ Այո, կարող ենք 2 օրից հասնել։ Ուրեմն այսօր և էդ ճանապարհվենք։ Թող մարդիկ լուր տանեն դվին, թե կաթողիկոսը ելավ Սևանից։ Թշնամին անշուշտ էլ չի դիմիլ այստեղ։ Եվ նույն ավուր երեկոյան կաթողիկոսը յուր հետևորդներով և մերձավորներով Սևանից ելավ և ուղղվեցավ դեպի յուր ձեռակերտ ամրոցը, բյուրական։ Մի քանի օր հետո ներկայացան Նսրին կաթողիկոսի նվիրակները դռան եպիսկոպոսի առաջնորդությամբ և հանձնեցին ոստիկանին կաթողիկոսի ձեռագիր մի նամակը և դրա հետ միասին թանկագին ընծաներ։ Կաթողիկոսը յուր նամակով շնորհավորում էր նախ ոստիկանի գալուստը և աղոթում նրա հաջողությանց համար, և ապա յուր ընծաներն առաջարկելով խնդրում էր նրանից ապահովության հրովարտակ, թե յուր անձի և թե աթոռի համար։ Ոստիկանին դիմելու այս խորհուրդը տվել էին կաթողիկոսին բյուրականում եղող յուր մերձավորները։ Բեշիրը այնքան տագնապով հետևում էր հայրապետին, որ միայն Նսրի միջամտությունը կարող էր նրա հետապնդության առաջն առնել։
Այս պատճառով կաթողիկոսը չմերժեց մերձավորների խորհուրդը, որ արդարև բարերար հետևանք ունեցավ։ Ոստիկանը, գրավվելով ոչ այնքան կաթողիկոսի քաղաքավար նամակից, որքան նրա ղրկած ընծաներից, շնորհեց հայրապետին ազատության հրովարտակ, թույլ տալով նրան ապրել, ուր որ ինքը ցանկանում էր։ Վեհափառը, իհարկե, յուր ձեռակերտ բյուրականը գերադասեց տվինից, որովհետև գիտեր, որ մահմեդական իշխանավորի խոսքը և ստորագրությունը չէին կարող ապահովել յուր անձը մայրաքաղաքում, այդ պատճառով մնաց բյուրականում, մինչև որ տեսնե, թե տերը ինչ է հաջողում հայոց թագավորին։ Բայց Բեշիրը կատաղեց, երբ Նսրի հրամանը հասավ, որով ոստիկանը պատվիրում էր նրան հանգիստ թողնել հայոց կաթողիկոսին։ Նա գիտեր, որ ոստիկանը ստացել է արդեն նվերների մի բաժինը, և այդ է պատճառը, որ բարեկամացել է կաթողիկոսի հետ։ Բայց չէ՞ որ ինքն էլ յուրը պիտի ստանար։ Չէ՞ որ այրիվանից ձեռնունայն վերադառնալով, նա որոշել էր յուր վրեժը Սևանից առնել, իսկ եթե այդ չհաջողեր, ապա բյուրականից։ Բայց ահա ոստիկանը խանգարում էր նրան։ Ինչ անել ուրեմն։ Նա դիմեց իսկույն դվին, մահմեդական կրոնապետի օգնության։ Վերջինս, որովհետև մեծ ազդեցություն ուներ ինչպես յուր ժողովրդի, նույնպես և ոստիկանի վրա, ուստի խոստացավ Բեշիրին ոչնչացնել տալ ոստիկանի հրովարտակը և նորեն կաթողիկոսին յուր վրեժխնդրությանը հանձնել։ Մինչդեռ դվինում այս հոգսերով էին զբաղված, և հայոց կաթողիկոսը անցնում էր յուր ձմեռը խաղաղությամբ, մի երկու առաքյալները, այն է Վահրամ֊Սեպուհը և Մարսպետունի իշխանը, թափառում էին հայոց մեծ ու փոքր իշխանների գավառներում, մի բերդից անցնելով մյուսը, մի ամրոցից դեպի մի ուրիշը։ Բայց նրանց առաքելությունը անցնում էր ապարդյուն, և խոսքն ու հորդորը պտուղ չէին բերում։ Աղձնյաց իշխանն օրինակ խոստանում էր միացնել յուր զորքը արքայական բանակին, եթե միացած կտեսներ դրան Աշոտ սպարապետի զորքը և Աբբաս արքաեղբոր գնդերը։ Մոկած իշխանը նույն համաձայնությունն էր տալիս, եթե հիշյալների հետ միասին կգար պատերազմելու Վասպուրականի թագավորը։ Աշոտ բռնավորը խոստանում էր մտնել դաշնակցության մեջ, եթե արքայական հրովարտակով յուր իշխանության կհանձնվեին Արարատի 5 գավառները։ Աբբաս արքաեղբայրը ընդհակառակը, ավելորդ էր համարում կազմել մի դաշնակցություն, որ պիտի կռվեր Աշոտ երկաթի դրոշի տակ։ Նրա կարծիքով թագավորն արդեն վհատված և հեռացած էր։ Պետք էր ուրեմն թույլ տալ նրան հանգստանալ մի ամրոցում, իսկ գահը հանձնել օրինավոր ժառանգին, այն է իրեն։ Այնուհետև, ասում էր, կարիք չի լինել, որ Գևորգ իշխանը և Վահրամ֊Սեպուհը զորք մուրան իշխաններից և կամ միության միջնորդ հանդիսանան, Զիքաչ թագավորին կմիանան միշտ քաջերը։ Ամիսներ տևեցին այս բանակցությունները։ Աշունն ու ձմեռը անցան, և սկսավ Հայաստանի գեղեցիկ գարունը։ Եվ սակայն միջնորդ իշխանները ոչ մի միություն ստեղծել չկարացին։ Բայց Դվինի հագարացի կրոնապետը Բեշիր զորապետին արած յուր խոստումը կատարեց։ Որքան էլ ոստիկանը համառ էր, ինքնակամ, այսուամենայնիվ դեմ պետը կարողացավ համոզել նրան, թե նա մեծ նախատինք է հասցրել Մահմեդի կրոնին, ապահովության գիր տալով հայոց կաթողիկոսին։ Աստված այդ սուրը տվել է քեզ նրա համար, որ դրանով մեր կրոնը անհավատների մեջ տարածես, որ Մահմեդի քարոզած ճշմարտությունն աշխարհին ծանոթացնես, որ այդ ճշմարտության հակառակորդներին փշրես և ջախջախես։ Բայց դու ընդհակառակը խնամում և հովանավորում ես մեր կրոնի թշնամուն, Մահմեդի հայհոյչին, սրբազան Ղուրանի անարգող մարդուն։ Այս և սրանց նման զրույցներ շարունակ անում էր կրոնապետը, մինչև որ ոստիկանը համոզվելուց, թե ձանձրանալուց հրաման տվավ Բեշիրին հետևել նորեն կաթողիկոսին և դարձնել նրան դվին։ Բեշիրի ցանկությունն էլ հենց դա էր։ Ամբողջ ձմեռը նա դվինում մաշվել էր անգործությունից։ Այժմ ահա գարնան գեղեցիկ օրերի հետ
հասավ իրեն ոստիկանի ավելի ևս գեղեցիկ հրամանը։ Ինչ էր մնում նրան անել, եթե ոչ զորքերը հավաքել և դիմել բյուրական։ Այդպես էլ նա արավ։ Մի քանի օրվա մեջ կազմեց, պատրաստեց յուր հզոր բանակը և հրաժեշտ տալով բարերար ոստիկանին դիմեց դեպի ծերուկ արագածը։ Գարնասկիզբն էր։ Չնայելով, որ արագածը, Արայի լեռը և նույնիսկ եռաբլուրը պատած էին դեռ ձյունով, այնուամենայնիվ Ամբերդու գավառը ծածկվել էր կանաչով։ Նրա սիրուն դաշտերը, գեղեցիկ հովիտները, սարավանդները և լեռնալանջերը զարդարվել էին ընտիր և գույնզգույն ծաղիկներով։ Աղբյուրները բազմացել, առուները հորդացել և գետերը վարարել էին։ Խաշնարածները իրենց ձմեռային հանգիստը թողնելով բարձրանում էին դեպի Արագածի լանջերը, որպեսզի նրա հովասուն արոտներում իրենց հոտերը և նախիրը արածեցնեն։ Արարատյան դաշտի վրա դեռ խաղաղություն էր տիրում, և գեղչուկն ու երկրագործը սկսել էին զբաղվել դաշտային աշխատություններով։ Հանկարծ ոստանից լուր հասավ, թե հագարացիք ստվար բանակով հառաչանում են դեպի Ամբերդ։ Նորեն փախուստը և թաքուստը սկսան։ Կաթողիկոսը, սակայն, դեռ հանգիստ նստած էր բյուրականում, այլև զբաղված յուր դաստակերտի բարեկարգություններով։ Այն օրից ի վեր, որ նա ոստիկանից ստացել էր ապահովության հրովարտակ, բազմացել էին բյուրականում ոչ միայն հոգևոր կոչման տերանձինք, այլև աշխարհական ընտանիքներ, որոնք ապաստանել էին այդ տեղին, ինչպես կաթողիկոսի հովանավորությունը վայելող մի ամրության։ Ահեկի ապրիլի գեղեցիկ առավոտներից մեկն էր։ Վեհափեռը յուր դղյակի պատշգամբում բազմած դիտում էր այն փառավոր և ակնապարար հորիզոնը, որ շրջապատում էր հովասուն բյուրականը։ Նրա հյուսիսային կողմից բարձրանում էր լայնադիր և քառագագաթ արագածը յուր ծաղկածին սարատափերով, լեռնային լճակներով և ձյունապատ ստինգներով։ Հյուսիս֊արևելյան կողմից երևում էր Արայի լեռը յուր կանաչազարդ լանջերով։ Արևմտյան կողմից փակում էին հորիզոնը Բարթողի ձյունապատ կատարները։ Իսկ հարավից ձգվում էր մի դաշտահովիտ, որ Եռաբլուր լեռան ստորոտը քերելով, հասնում էր մինչև Քասախի խառնուրդը և ապա դաշտանալով տարածվում մինչև Մասիս։ Այդ դաշտահովտի վրա ընկած էին բազմաթիվ գյուղեր և ավաններ, որոնց իշխում էր հիշատակած արժանի Օշականը, որ ամփոփում էր յուր մեջ հայաստանյաց երկրորդ լուսատուի, այն է սրբույն Մեսրովբա թանկագին նշխարները։ Մի փոքր հեռու երևում էր քաղաքամայր Վաղարշապատը, իսկ նրա մոտ հայոց եկեղեցիների թագուհին, նախաթոռ Էջմիածինը, Սուրբ Գայանեի վանքը, Մարիանե Կուսի շողակաթը և վերջապես հզոր արքայի սերն ու վիշտը մերժող հրաշագեղ Հռիփսիմեի հոյակապ վկայարանը։ Այս բոլորից ետ ամբարնում էր վեհապանծ Մասիսի սպիտակափառ կատարը, ծածկած հավիտենական ձյունով և սառույցով, որ կարծես իշխում էր արարատյան լայնածավալ դաշտի վրա իբրև հզոր և անպարտելի միապետ։ Այս գեղեցիկ տեսարանները, որոնք գրեթե ամեն օր գրավում էին կաթողիկոսին և զբաղեցնում նրան վերացական մտածություններով, այսօր կարծես թե կրկնապատկել էին իրենց հրապույրը։ Նա զվարճանում էր, որ կարողացել էր յուր դաստակերտի համար ընտրել այսպիսի մի գեղավայր, և որոշում էր ընդարձակել նրան նորանոր շինություններով, ամրացնել մարտկոցներով և բազմացնել յուր մենարանի մի անձնաց թիվը։ Բայց ահա հենց այդ ժամանակ գուժաբերը հասավ բյուրական։ «Բեշիրը գալիս է» այս խոսքը կայծակի արագությամբ տարածվեց բոլոր ամրոցում և ամենքին սարսափահար արավ։ Ամրոցի դռները ճռնչալով փակվեցան, պատրաստի եղած զորքերը զինվեցան, ամրոցում գտնվող և զենք կրել գիտծող մարդկանց զենքեր բաժանվեցան, ի բաց չառնելով նաև երիտասարդ հոգևորականները։ Բայց ի՞նչ, մի՞թե այդ տկար ուժերով պիտի կռվեին նրանք հագարացիների դեմ։ Իհարկե ոչ։
Դա հուսահատ դիմադրության պատրաստություն էր։ Հետզհետե հասնող լուրերը հավաստեցին, թե Բեշիրը գալիս է ոչ թե բյուրականը գրավելու, այլ կաթողիկոսին ձերբակալելու։ Եվ ահա այդ պատճառով նորեն խնդիր ծագեց վեհափառի Փախստյան համար։ Նրա այն մերձավորները, որոնք վախենում էին, թե Բեշիրը կաթողիկոսին ձեռք ձգելուց ետ իրենց էլ պիտի կալանավորե, խորհուրդ տվին նրան հեռանալ բյուրականից։ Բայց Սահակ եպիսկոպոսը, Մովսես վարդապետը և Տեղվույն միաբանության գլխավորները հակառակեցան այդ խորհրդին։ Չպետք է մի անձի պատճառով շատերին զոհել, ասում էին նրանք։ Կաթողիկոսի Փախստյան համար տեղ չի պակասիլ, բայց նրա ամեն մի փախուստը բազմաթիվ զոհեր է տալիս թշնամուն։ Եթե Աստված վեհափառի համար մահ է որոշել, ապա նա չպիտի վարանի այդ որոշմանը հնազանդել, ըստ որում ուր որ էլ փախչե, դարձյալ պատուհասը կհասնե նրան։ Իսկ եթե չէ որոշել, ապա Բեշիրի հարձակումը չի կարող վնասել նրան։ Բայց այս զրույցները չփարատեցին կաթողիկոսի և նրա մերձավորների երկյուղը։ Կայացավ մի գաղտնի խորհուրդ, որ որոշեց բյուրականի բախտը։ Այն է, համոզել կաթողիկոսին հեռանալ շուտով դեպի Բագարան, Աշոտ սպարապետի մոտ, և ազատել հյուրանձը վտանգից։ Սպարապետը ոչ միայն մեծ զորք և անառիկ ամրություն ուներ, այլև վայելում էր ոստիկանի բարեկամությունը։ Հետևապես վեհափառը կապահովեր իրեն, եթե ապավիներ այդ իշխանին։ Երբ կաթողիկոսը հայտնեց Սահակ եպիսկոպոսին յուր որոշումը և առաջարկեց նրան խույս տալ աստուծո բարկությունից յուր հետ միասին, սրբազանը պատասխանեց. Ես կմնամ իմ ժողովրդի հետ. երբ նա կռվե, ես կաղոթեմ, երբ մեռնի, նրա հետ միասին կմեռնեմ։ Նույն որոշումն արին կաթողիկոսի հետևորդներից Մովսես վարդապետը, Թեոդորոս Սարկավագը, երկու եղբայր Մովսես և Դավիթ քահանաները, իրենց աշխարհական եղբոր Սարգսի հետ և մի քանի ուրիշներ։ Բայց և այնպես նույն ավուր գիշերը կաթողիկոսը յուր երկչոտ մերձավորները ժողովելով, նրանց հետ միասին խույս տվավ դեպի Բագարան։ Հետևյալ առավոտ մի քանի գունդ զինվորներ հառաչանում էին դեպի բյուրական։ Ամրոցականները հեռվից նրանց տեսնելով կարծեցին, թե թշնամու հառաչապահներն են, և սկսան տագնապով դեպի մարտկոցները վազել։ Բայց երբ այդ գնդերը մոտեցան, նրանք զարմանալով նկատեցին ոստանիկների դրոշակները և լցվեցան ուրախությամբ։ Եկողները ոչ թե թշնամիներ, այլ հայ զորքեր էին։ Բայց թե որ իշխանի զորքերը, ոչ ոք չգիտեր։ Երբ նրանք բյուրականի պարսպներին հասան, ամրոցականները զարմանալով տեսան, որ մի քանի 100 հոգուց բաղկացած այս զորագունդը ոչ պետ ունի, ոչ գլխավոր, այլ մի ինչ֊որ խարազանազգեստ մարդ, խաչանիշ դրոշը ձեռին նրանց առաջնորդում է։ Երբ ամրոցի դռները բացին օգնության հասնող զորքը ներս ընդունելու, Սահակ սրբազանը դեպի դրոշակակիր առաջնորդը առաջանալով ասաց. Այս ի՞նչ եմ տեսնում, հայր Սոլոմոն, ճգնավորը զորապետ է դարձել։ Այո, սրբազան, եկեղեցվո ազատությունը պաշտպանող զորքին ճգնավորները պիտի առաջնորդեն, պատասխանեց խարազանազգեստ հայրը և պատմեց նրան, թե ինչպես էր ժողովել այդ զորագունդը։ Սոլոմոն ճգնավորը Սագաստան աքսորված մի հայ քահանա էր, որ բախտի բերմամբ ազատություն գտնելով վերադարձել էր հայրենիք և յուր օրերը վանքերում անցնում էր ճգնությամբ։ Լսելով այրիվանքի կոտորածը և հայոց կաթողիկոսի կրած հալածանքները, նրա մեջ վառվեց ազգակիցներին օգնելու նախկին եռանդը, և նա սկսավ թափառել շներն ու ավանները և հորդորել ժողովրդին զենքի դիմելու և իրենց պաշտպանելու, քանի որ իշխանները մերժում էին նրանց այդ պաշտպանությունը։ Ճգնավորին ընկերացան մի քանի ազատ զինվորներ, որոնց շնորհիվ նա հետզհետե կազմակերպեց մի գունդ,
որ օգնության էր հասնում հարձակման ենթարկվող գյուղացիներին։ Երբ լուր տարածվեց, թե Բեշիրը դիմում է բյուրական կաթողիկոսին ձերբակալելու, ճգնավորը հրավեր կարդաց յուր գնդին գնալ հայրապետին օգնության, որովհետև նա էլ նույնչափ լքյալ և անօգնական էր, որքան գեղչուկ ժողովուրդը։ Այս հրավերը սիրով ընդունվեցավ գնդի կողմից։ Բացի այդ, ճգնավորի խմբին միացան նաև ավաններում գտնվող ուրիշ շատ ազատ զորքեր, որոնք մինչև այսօր երկրի իշխանների համար կռվեցինք, այժմ էլ եկեղեցվո իշխանի համար կռվենք ասելով, հարել էին Խաչանիշ դրոշին և դիմել բյուրական։ Ճգնավորի հետ եկած զորքը վեհարանի շուրջը պատած սպասում էր, որ վեհափառը ելնե և օրհնե իրենց։ Այդ մի բնական և իրավացի ցանկություն էր այն զորականի համար, որ ինքնակամ եկել էր յուր եկեղեցին և նրա պետը պաշտպանելու։ Բայց որքան մեծ եղավ Սոլոմոն հոր ցավը, երբ դռան եպիսկոպոսը հայտնեց նրան, թե վեհափառը խույս է տվել բագարան։ «Իմ զորքերը կցրվեն, եթե իմանան այդ», ֊ ասաց նա եպիսկոպոսին։ «Ախր նրանք եկել են այստեղ վեհափառին պաշտպանելու։ Իսկ եթե նրանց հայտնվի, թե կաթողիկոսը ձգել է միաբանությունը յուր անձն ազատելու համար, նրանք գուցե վերադառնան հենց այս վայրկենին»։ «Ի՞նչ անենք ուրեմն, մենք կարոտ ենք այդ զորքի օգնությանը, ֊ հարցրեց եպիսկոպոսը։ Փոքր մտածելուց յետ ճգնավորը պատասխանեց. «Պետք է հայտնել նրանց, թե վեհափառը հիվանդ է և ելնել չէ կարող։ Այս անմեղ սուտը օգուտ կբերե մեզ»։ «Չէ, հայր Սոլոմոն, չկա մի սուտ, որ հանցանք չհամարվի, և չկա հանցանք, որ անպատիժ մնա։ Ես այդ տիրասեր զորքին խաբել չեմ կարող։ Ավելի լավ է հայտնենք նրան ճշմարտությունը, իսկ մեր պաշտպանության գործը թողնենք նրա խղճին։ Այդ միևնույն է, թե մենք մեր ձեռքով բյուրականը հանձնենք թշնամուն»։ «Ուրեմն ի՞նչ անենք, ֊ հարցրեց եպիսկոպոսը տարակուսելով։ ֊ Ոչինչ այլևս անելու չունենք. մնում է, որ ես ինքս գործեմ այդ հանցանքը, եթե արդարև դա մի հանցանք է, ֊ ասաց ճգնավորը։ Ապա դուրս գալով վեհարանի բակը, զորքերին հայտնեց, թե վեհափառը հիվանդ է և իմ բերանով ուղարկում է ձեզ յուր հայրական օրհնությունը։ Զորքը իհարկե հավատաց ճգնավորին, և շատերը նրանցից եկան այն համոզման, թե թշնամու հարձակման լուրը վախեցրել է կաթողիկոսին։ Այս համոզումը մինչև անգամ բորբոքեց նրանց մեջ վրեժխնդրության կրակը։ Նույն օրնևեթ զորքերը կարգավորեցին։ Թե ամրոցում եղածները և թե նորեկները բաժանեցին մի քանի խմբերի, որոնց և կարգեցին զանազան տեղերում, այն է, ոմանց աշտարակների մեջ, ոմանց պարիսպների վրա և մնացյալներին դռների առաջ կամ էլ գաղտնի ծածկարաններում։ Ընդհանուր հրամանատարությունը հանձն առան տեղական զորքերի վրա Թեոդորոս սարկավագը, որ քաջ զինաշարժ էր, իսկ եկվորների վրա Սոլոմոն ճգնավորը։ Արդեն ամեն ինչ պատրաստ էր, երբ թշնամին երևաց, որ հառաչանում էր Վաղարշապատի կողմից։ Իսկույն ամեն մի մարդ բռնեց յուր տեղը։ Սահակ եպիսկոպոսը հրամայել էր, որ ամրոցի հոգևորականներից նրանք, որոնք զենք չէին կրում, ժողովվին եկեղեցի և հսկում կատարեն։ Այդ հսկումը պիտի շարունակվեր բոլոր ժամանակ, քանի զորքը կռվում էր։ Կոչնակի ձայնն առնելուն պես եկեղեցին աղոթողներով լցվեցավ։ Այդտեղ էին ինչպես հսկում կատարողները, նույնպես և այն կանայք և ծերունիք, որոնք զորքին պիտանի լինել չէին կարող։ Ինքը եպիսկոպոսը առաջնորդում էր աղոթողներին։ Թշնամու զորքը մոտենալուն պես սկսավ հարձակումը։ Բեշիրը կարծելով, թե կաթողիկոս ամրոցումն է և թե վերջինս թափուր է պաշտպանության միջոցներից, որոշել էր հանկարծական հարձակումով վախեցնել կաթողիկոսին և նրան ստիպել ինքնակամ անձնատուր լինելու։ Գոռոզ Հագարացին ավելորդ էր համարում մինչև անգամ բանակցություն սկսել նրա հետ։
Նա մտածում էր, թե իրավունք ունի հարձակվելու և կալանավորելու նրան, ինչպես յուր վերջին ծառային։ Ինչ հարկ կար քաղաքավարական ձևեր գործ դնելու։ Բայց որքան մեծ եղավ նրա զարմանքը, երբ տեսավ, որ բյուրականում այնպես չեն հանդիպում իրեն, ինչպես այրիվանքում, որ ամրոցի պարիսպներից և աշտարակներից տեղում է յուր զորքի վրա նետերի սաստիկ տարափ, և հարյուրավոր սվիններ ու գեղարդներ, օդի մեջ թռչելով, շամփրում են հարձակվողների կրծքերը և թիկունքը։ Այս դեռ բոլորը չէր. բերդի դռան աշտարակից թափվեցավ դուռը ջախջախել ճգնող զորքի վրա կպրաձյութի կրակվող հեղեղ, որ շատերին տեղն ու տեղը այրեց։ «Ուրեմն մենք գործ ունենք ոչ թե անպաշտպան կաթողիկոսի, այլ զինավառյալ մի ամրոցի հետ», ֊ ասաց Բեշիրը յուր մերձավորներին։ «Ետ քաշվենք, բանակ դնենք և կանոնավոր հարձակման պատրաստվենք»։ Այս ասելով, նա հնչեցրեց նահանջի փող, և զորքերը պարիսպներից հեռացան։ Ամրոցականները ուրախության աղաղակ բարձրացրին և սկսան ծաղրել հագարացիներին, անվանելով նրանց երկչոտ և կնամարդի։ Թշնամին ոչինչ չէր պատասխանում. նա միայն կրճտում էր ատամները և վրեժխնդրություն սպառնում։ Նույն ավուր երեկոյան բյուրականի պարիսպների վրա վառվեցան հարյուրավոր կրակներ, և զորքն ու ժողովուրդը սկսավ ուրախության տոն կատարել։ Բայց թշնամու բանակում ուրիշ գործի վրա էին։ Բազմաթիվ վարպետներ զբաղված էին բաբաններ, պալիստրներ և ուրիշ պարսպահար գործիքներ պատրաստելով։ Կառուցանում էին մինչև անգամ մի կրիա և փայտե շարժական աշտարակ։ Զորքը պարապած էր կախարաններ և վերելակներ պատրաստելով, իսկ ինքը Բեշիրը անձամբ հսկում էր այդ աշխատությանց վրա։ Հետևյալ առավոտ ամրոցականները տեսան, որ թշնամին մի գիշերվա մեջ բավական գործ է կատարել, և որ շարունակվող աշխատությունները հետզհետե սպառնացող կերպարանք են առնում։ Բայց այդ բաներից նրանք չվախեցան, այլ իրենք էլ իրենց կողմից սկսան համապատասխան պատրաստություններ տեսնել։ Ամենից առաջ աշխատեցին հրանյութի պաշարն ավելացնել և պարիսպների տակ գաղտնի անցքեր բանալով կրիան այրելու և աշտարակը կործանելու մասին հարկ եղածը հոգալ։ Դարբինները զբաղված էին երկաթե կարդեր կամ էլ ջախջախող գործիքներ կռելով։ Կանայք հնոտիներից գնդակներ էին պատրաստում և եռացրած ճարպի կամ ձյութի մեջ թաթախում։ Զորքն այդ ամենը փոխադրում էր պարիսպների կամ էլ աշտարակների վրա։ Ամեն տեղ աշխատանքը եռում էր, ամենքն էլ մասնակցում էին մի որոշ գործի։ Երեք օրից ետ վերջապես թշնամին նորեն սկսավ մոտենալ և առաջ վարել ռազմական գործիները։ Մի 100 հոգի զբաղված էին տափարակ և լայնադիր կրյան գլանների վրա գլորելով։ Մի 100-ը առաջ էր վարում անիվների վրա հաստատած եռհարկյան աշտարակը։ Մի խումբ բերում էր բաբանը և խոյը, մի ուրիշը պալիստրները, մի երրորդը ջրով լի տիկերը, որոնցով պետք է պարիսպներից թափվող կրակը հանգցնեին։ Իսկ զենք շարժող զորականը սկսում էր ամրոցի շուրջը պատել։ Այդ միջոցին բյուրականի եկեղեցում հանդիսավոր պատարագ էր մատուցանում Սահակ եպիսկոպոսը։ Ժողովրդի հետ միասին գտնվում էր եկեղեցում նաև զորքը։ Նա եկել էր վերջին անգամ պատարագ տեսնելու, վերջին անգամ յուր սուրբ նախահարց հոգեբուխ երգերը լսելու և Փրկչի կենարար մարմնին և արյանը հաղորդվելու։ Բացակա էին միայն պահնորդ զորքերը, որոնք հսկում էին ամրոցի դռներին և թշնամու շարժմանը։ Զորքին հաղորդություն տալուց առաջ Սահակ եպիսկոպոսը խոսեց նրա հետ բեմի վրայից։ 470 տարի առաջ, ով իմ սիրելի զավակներ, պատրաստվեցան թշնամու հետ կռվելու վարդանանց քաջերը։ Նրանք էլ ձեզ նման նախ Աստուծո օգնության և ապա իրենց բասկի զորության դիմեցին։ Նրանք էլ աշխարհային փառքի կամ անձնական շահու համար չէին կռվում,
այլ հայրենիքի և եկեղեցու ազատության համար։ Ինչպես այսօր, այնպես էլ այն ժամանակ թշնամին կամենում էր այդ ազատությունը խլել, ստրկացնել հայ ազգը, բայց Վարդանանց քաջերը թույլ չտվին նրան դա անելու։ Ավելի լավ է ազատ մեռնենք, քան ստրուկ ապրենք, ասացին նրանք և անկեղծ սրտով հարձակվեցան թշնամու դեմ, որ կրկնապատիկ զորավոր էր իրենցից։ Չվախենաք հեթանոսների բազմությունից, մահկանացուի ահավոր սրից, ասում էր Վարդանը յուր զորքերին։ Զի եթե Աստված մեզ օգնե, մենք նրանց կսատակենք և ճշմարտության կողմը կբարձրանա։ Բայց եթե հասած է մեր մեռնելու ժամը, ապա ավելի լավ է, որ մեռնենք սուրբ կռվի մեջ և քաջության հետ վատություն չխառնենք։ Եվ նրանք քաջաբար կռվեցին։ Բազմաթիվ թշնամիներ սատակեցին և իրենք էլ քաջությամբ մեռան, սրերը ձեռքներին, հարվածները կրծքի մեջ։ Բայց նրանց անունը անմահ մնաց մինչև այսօր և անմահ պիտի մնա հավիտյան։ Ով կիմանար աշխարհում, թե եղել են Վարդանանք, եթե նրանք երկչոտությամբ միայն իրենց անձն ապրեցնեին։ Չէ՞ որ նրանցից առաջ և հետո ապրել և մեռել են միլիոնավոր մարդիկ, ո՞վ է դրանց անունը հիշում։ Իսկ Վարդանանց քաջերին չեն մոռանում, որովհետև նրանք կռվել և մեռել են ամենասուրբ գործի, հայրենիքի ազատության համար։ Դուք էլ ահավասիկ կամենում եք հավասարվել Վարդանանց։ Դուք էլ նրանց նման պատրաստվել եք եկեղեցու և հայրենի ազատությունը պաշտպանելու։ Դուք էլ կամենում եք անմահ անուն ժառանգել ազգի մեջ։ Քաջերս, ուրեմն մի վախենաք թշնամու զորությունից, նրա ահավոր պատրաստությունից։ Ձեր դատն արդար է և կռիվն իրավացի, իսկ Աստված զորավիգ է լինում արդարության։ Եթե մինչև անգամ մահ հասնե ձեզ այս կռվում, ուրախությամբ ընդունեցեք նրան, զի դրա փոխարեն երկնքում անանց կյանք, իսկ երկրում անմահ անուն պիտի ժառանգեք։ Այս հանդիսավոր ժամուն և Աստուծո սեղանի առաջ ես էլ կրկնում եմ սուրբ Ղևոնդ երեցի այն խոսքերը, որ նա ուղղեց Վարդանանց քաջերին. «Մի թուլությամբ լքանիցեմք, եղբայրք, այլ պնդությամբ սրտիվ և հաստատուն հավատով կամակար հարձակեցցուք ի վերա։ Մեր հույս մեզ կրկին երևի. եթե մեռանիմք, կյանք, և եթե մեռուցանենք, մեզ նույն կյանք առաջի կան։ Մոտեցեք ուրեմն ճշմարտության և սուրբ իրավանց համար մեռնող Փրկչի մարմնին և արյանը։ Հաղորդվեցեք նրան և այդ հաղորդությունը թող արիացնե ձեր սրտերը, ուժ տա ձեր բասկին և հաղթություն ձեր սրին»։ Երբ պատարագիչ սրբազանը սուրբ հաղորդության սկիհը ձեռին խոնարհեց բեմի վրա, զորքերը կարգով առաջ եկան և հաղորդվեցան։ Նրանց հետևից ամրոցի ժողովուրդը սկսած փոքրից մինչև մեծը, որովհետև ամենքն էլ պատրաստվում էին օրհասական կռվի։ Փոքր ժամանակից ետ զորքերն արդեն պարսպի և մարտկոցների վրա էին։ Արևն արդեն բարձրացել էր, երբ թշնամու նախահարձակ գնդերը ամրոցի շուրջը պատեցին և սկսան նետաձիգ լինել դեպի պարսպի հայ զինվորները։ Վերջիններս պատասխանեցին նրանց նույն զենքով։ Ապա հետզհետե մոտեցան կանոնավոր խմբերը, որոնց մի շարքը ասպարափակ անելով ծածկում էր թե իրեն և թե հետևող խմբերին։ Վերջիններս այդպիսով պատսպարված նետաձիգ էին լինում անընդհատ։ Այդ դեպքում պաշարյալներին պաշտպանում էին միայն պարսպի ատամները։ Միառժամանակ հակառակորդները զբաղված էին այս հանգիստ տուրևառով։ Բայց ահա մոտեցրին պարսպին մի ստվարագլուխ խոյ։ Դա ոչ այլ ինչ էր, եթե ոչ մի ահագին գերան, որ հաստ շղթաներով կախված էր անիվների վրա ամրացրած մի ծածկի առաստաղից
և գլխին հագցրած մի հաստ և սրածայր երկաթ։ Այդ կախարանավոր գերանը պարսպին մոտեցնելով, նրա ետևից չվանով քաշում էին տասնյակ մարդիկ, և հանկարծ բաց թողնելով, երկաթե գլուխը զարկում պատին։ Այդպիսով նրանք քարերը խախտելով աշխատում էին կործանել պարիսպը։ Ուրիշ կողմերից մոտեցնում էին բաբաններ և պալիստրներ, լարած արջառի ամուր ջիղերով. դրանց վրա դնում էին ահագին քարեր և ուժգին թափով զարկում պարսպի շուրթերին։ Պարսպահար գործիների շուրջը վխտում էին բազմաթիվ զորքեր. նրանցից ոմանք գործիներն էին շարժում, ոմանք գործավորներին պատսպարում և ոմանք գործիների դեմ խիզախող մարտիկները վանում։ Բայց հազիվ առաջին խոյը սկսել էր յուր հարվածները, և ահա պարսպի վրայից թափեցին նրա վրա կրակված կպրի հեղեղ և նավթով թաթախուն խոտի խրձիկներ, որոնք խոյի տախտակի ծածկը վառելով, ահագին հրդեհ առաջացրին։ Չնայելով, որ հրշեջները իրենց տկերը դատարկելով աշխատեցին հրդեհը հանգցնել, այնուամենայնիվ բոցը լափեց խոյի ծածկը և կախարանը, ու գործին անպիտանացած ընկավ գետնի վրա։ Ոչնչացած խոյին փոխարինեց մի ուրիշը, որի ծածկը պատած էր թրջած թաղիքով։ Ամրոցականները նրա դեմ էլ սկսան մրցել համապատասխան հնարներով, իսկ քարեր արձակող պալիստրների դեմ միայն մի միջոց ունեին նրանք, այն է, չվաններով կապում և կախում էին պարսպից խոտի ահագին խուրձեր, որոնց դիպչելով, պալիստրի ռումբը կորցնում էր յուր թափի զորությունը և այդպիսով անվնաս դառնում պարսպի համար։ Բայց թշնամին յուր երկարաբուն ջահերով վառում էր այդ խուրձերը, որից հետո ամրոցականները չվանը կտրելով, վայր էին ձգում հրդեհված խոտը և ուրիշ խուրձեր փոխարինում նրանց։ Մինչդեռ թշնամին մի կողմից յուր պարսպահար գործիներով աշխատում էր պարիսպները և պատնեշները փլցնել, մյուս կողմից նրա ավելի խիզախ խմբերը սանդուղքներ և վերելակներ էին ամրացնում պարսպի և աշտարակների վրա և աշխատում էին դեպի վեր բարձրանալ։ Նրանք վահանները գլխներին և սուրը ձեռքներին բռնած, մագլցում էին այդ սանդուղքները և զարմանալի արիությամբ դեպի վեր սուրալով, աշխատում էին զոռով ներս թռչել դեպի ամրոցը։ Բայց հայ զինվորները ժամանակ չէին տալիս այդ քաջերին։ Երկաթե ահագին ձողերով, սվիններով և նիզակներով շարունակ հարվածում, վայր էին գլորում նրանց կամ էլ երկաթե ժանիքավոր կարդերով, նրանց գլուխը և մարմինը շամփրելով, դեպի վեր էին քաշում և չարաչար սատակում։ Շատ տեղ էլ սանդուղքները գլորելով, գետին էին թոթափում վրան մագլցողներին։ Բայց թշնամու հարձակումը անընդհատ շարունակվում էր։ Թե դրսից և թե ներսից կռվում էին կատաղությամբ։ Ոչ մի կողմը տեղի չէր տալիս մյուսին։ Նետերի տարափ էր, որ տեղում էր վերից վայր և հակառակ։ Սվիններ և գեղարդներ էին, որ շարունակ թռչում էին օդի մեջ։ Սանդուղքներ էին, որ ջախջախվում, նիզակներ, որ փշրվում, վահաններ, որ ջարդվում էին։ Իսկ բոցն ու կրակը, ինչպես մի լայնածավալ հրդեհ, պատում էր պարիսպները, պատնեշները և աշտարակները։ Բեշիրը, տեսնելով, որ բյուրականցիների ընդդիմությունը ահագին կոտորած է անում յուր զորքի մեջ, հրամայեց նրան նահանջել այդ օրը։ Պարիսպերի տակ կուտակված էին ահագին թվով դիակներ, որոնց թշնամին ժողովելով, հազիվ մինչև երեկո թաղել կարողացավ մի ընդհանուր փոսի մեջ։ Այս հանգամանքը կատաղեցնում էր Բեշիր զորավարին։ Նա փրփրում և ատամները կրճտում էր, բայց ինչ կարող էր անել։ Պաշարյալները իրենց պարտքն էին կատարում և պաշտպանվում էին հերոսաբար։ Մի վայրկյան նա մտածեց թողնել բյուրականին բռնությամբ տիրելու որոշումը և առաջարկել կաթողիկոսին անձնատուր լինել խաղաղությամբ։ Նա հավատացած էր, թե կաթողիկոսը ամրոցումն է, և թե ինքը վերջ ի վերջո պիտի տիրե նրա դղյակին և ձերբակալե նրան։ Բայց մեկ էլ մտածելով, որ պաշարյալները կարող են յուր առաջարկությունը մերժել, իրեն էլ այդպիսով ծաղրել և վիրավորել, թողեց այդ որոշումը։
Զենքի ուժով կառնեմ և կհատակեմ այս ամրոցը, ասաց նա վերջապես և հրաման տվավ զորքին նոր և սաստկագույն հարձակման պատրաստվելու։ Հետևյալ առավոտ, դեռ արևը չծագած, Բեշիրը նորեն յուր զորքերով դեպի Բերդը դիմեց։ Նորեն նետաձիգները և պարսպահարները իրենց գործը սկսան։ Բացի այդ, պաշարյալները երկյուղով տեսան, որ փայտակերտ աշտարակը և ահագին կրիան, որոնց նախընթաց օրը թողել էին պարիսպներից հեռու, արդեն մոտեցնում են, առաջինը պարիսպներին, իսկ երկրորդը բուրգերից մինին։ Նրանց երկյուղը ոչ թե աշտարակի և կրիայի տալիք հարվածներից էր, այլ այն մտադրությունից, թե չլինի այդ գործիները չմոտեցնեն այն տեղերին, ուր ցանկալի էր, այսինքն, ուր որ դարան էին լարել իրենք։ Այս պատճառով, ինչպես նախընթաց, նույնպես և այդ օրը հայ զինվորները չմոտեցան պարսպի այն մասին, որ ամենից թույլը և դյուրամատույցն էր, կամենալով իհարկե մոլորեցնել թշնամուն։ Իսկ վերջինս, որ օր առաջ արդեն նկատել էր, ինչպես այդ տեղի հարմարությունը, աշտարակից կամուրջ ձգելու համար, նույնպես և այն, որ զորքերը չեն պաշտպանում այդ մասը, եկել էր այն եզրակացության, թե ներսից ուրեմն կռվան չունի պատվարը, և այդ է պատճառը, որ զորքը չէ կանգնում այդտեղ։ Ուստի շուտով եռհարկյան մարդկոց անիվների վրա տատանելով, սկսավ մոտենալ պարսպի այդ մասին։ Պաշարյալների ուրախությանը չափ չկար, որովհետև նա կանգ պիտի առներ հենց այն տեղի վրա, ուր իրենք փորել էին ընդարձակ գետնափոր, որի վերի երեսը պահպանվում էր ներսից զարկած և հենարանների վրա հաստատած մի տախտակամածով։ Այդ գետնափորի մեջ տեղ֊տեղ դարսված էին նավթով թաթախուն խռիվ և խրսիքներ։ Եթե աշտարակը կանգնեցնեին գետնափորի վրա, իրենք հենարանները հանելով, տախտակամածը պիտի քանդեին։ Այդպիսով, հողի ծածկը, աշտարակի ծանրության չդիմանալով, պիտի փլչեր, որով և մարդկոցը վայրահակ կործաներ։ Այնուհետև խոտն ու խռիվը կրակելով, պիտի այրեին նաև աշտարակը։ Պաշարյալների ակնկալությունն ի դերև չեղավ։ Փայտակերտ մարդկոցը կանգնեցրին պարսպի դյուրամատույց տեղի մոտ, իսկ և իսկ գետնափորի վրա։ Հագարացիների մարտիկները աշտարակը մտնելով, սկսան իրենց գործը։ Նրա ներքին հարկից սակրերով և նիգերով փորփրում էին պարսպի հիմքը։ Երկրորդ հարկից փոքրիկ խոյերով խախտում էին նրա պրգունքի քարերը։ Այդ երկու բաժանման աշխատավորներին պաշտպանում էր պաշարյալների հարվածներից տամուկ կաշով պատած հաստ տախտակամածը, որ երկրորդ հարկի հատակից բացվելով, կառչում էր պարսպին և այդպիսով ծածկում պարսպահարներին։ Հայ զորքերի մի ստվար խումբ վազեց իսկույն աշտարակի կողմը և սկսավ կռիվ մղել նրա երրորդ հարկի մարտիկների դեմ, որոնք աշխատում էին երկաթափատ կամուրջը իջեցնել պարսպի վրա։ Երկու կողմից էլ կատաղի կռիվ սկսվեց։ Նետերը տեղում էին աջ ու ձախ, նիզակները ճոճում և հարվածում, ժանիքավոր սվինները խփում և միմյանց կառչում, բայց կռվողներից ոչ մինը տեղի չէր տալիս մյուսին։ Հանկարծ երկաթե ձողապատ կամուրջը աշտարակի բարձունքից ճռնչալով իջավ պարսպի վրա, և հագարացի մարտիկները միմյանց ետևից սկսան նրա վրայով խուժել դեպի պարիսպը։ Այստեղ փրթեց հուսահատ կռիվ։ Ներսինները դիմադրում էին հերոսաբար, դրսինները խիզախում համարձակորեն։ Նիզակներ էին, որ փշրվում, վահաններ, որ ջախջախվում, սրեր, որ շողում կամ թռչում էին աջ ու ձախ, և մարտիկներ, որոնք կամրջի և պարսպի վրայից թոթափվում էին դեպի վայր։ Հագարացի ընկած զինվորներին շարունակ փոխարինում էին նորերը, որոնք ներքին հարկից վազում էին դեպի վեր դիվական ճարպկությամբ, մինչդեռ հայ զորաց թիվը գնալով նվազում էր, որովհետև մյուս կողմերի վրա կռվողներից սրանց օգնության հասնել չէին կարող։ Ամեն մի խումբ յուր դիմադիր հակառակորդն ուներ։ Բայց և այնպես այդ սակավաթիվ քաջերը կռվում էին հուսահատ կատաղությամբ,
և միևնույն ժամանակ զարմանում կամ զայրանում, որ աշտարակը այդքան ժամանակ կանգուն է մնում յուր տեղը։ Փոքր մի ևս, և հայ կտրիչները պիտի հաղթահարվեին, և աշտարակի զորքերը վերջին հարվածը տալով նրանց պիտի խուժեին պարսպից ներս։ Բայց ահա հանկարծ լսվեց մի բոմբյուն, ապա մի դղրդոց, և փայտակերտ աշտարակը, ալիքների մեջ ընկղմող հսկայական նավի նման ճոճալով և տատանվելով, սկսավ մի կողմից խրվել գետնի մեջ և մյուս կողմից հագվելով զարնել պարսպին։ Կամուրջը և ներքին տախտակամածը փշրվեցան, վերին հարկը մյուս երկուսից բաժանվելով կործանվեցավ, իսկ վերջիններին շրջապատեց մի սոսկալի հրդեհ, որն առաջացել էր գետնափորի մեջ նավթով ողողած խռիվների վառվելուց։ Հագարացիները այդ տեսնելով հուսահատության աղաղակ բարձրացրին, մինչդեռ հայերը ուրախության և ցնծության ձայներ էին արձակում։ Թեպետ թռչեջների խումբը իսկույն շրջապատեց վառվող աշտարակը և թափեց նրա վրա յուր այծատիկների ջուրը, սակայն կրակը հանգցնել չկարողացավ։ Բոցեղեն լեզուները, որոնք գետնի միջից անընդհատ ծառանալով շրջապատել էին աշտարակը, գրեթե կես ժամում այրեցին և մոխիր դարձրին նրան։ Աշտարակից ավելի լավ բախտի չհանդիպեց կրյան, որ գլխավոր բուրգին մոտեցնելով, կամենում էին նրա ներքին հարկը խրամատել։ Կրյան մի քառակուսի և լայնադիր տախտակամաց էր, մի քանի կանգուն բարձրությամբ, հաստատված 8 ստվար անիվների վրա և 4 կողմից պատած անեփ և թաց կաշվով, որ նրան վերին կողմից ազատ էր պահում հրդեհից։ Այդ ծանրաշարժ գործին առաջ էին մղում գլանների վրա ձգած տախտակների վրայով։ Բուրգին կամ պարսպին մոտեցնելուց յետ նրա տակ մտնում էին մի քանի տասնյակ մարդիկ, որոնք և բրերով ու նիգերով սկսում էին քանդել պատվարը, չվախենալով ամրոցական հարվածներից, որովհետև հաստաշեն տախտակամածը պաշտպանում էր նրանց։ Սակայն բյուրականցիք ուրիշ հնար էին մտածել նրան կրակելու համար։ Հենց որ հագարացիք առաջին փոքրիկ խրամատը բացին, իրենք այդ տեղով սկսան թափել ահագին քանակությամբ թեփախառն նավթ։ Հեղուկը հոսելով լճացավ կրիայի տակ։ Ապա մի ակնթարթում կրակեցին նրանք այդ հեղուկը հենց խրամատի բերանում։ Բոցը ծավալվելով մտավ կրիայի մեջ։ Պարսպահար գունդը սկսավ փախչել, շատերն էլ կրակից բռնվեցան, իսկ կրյան մնաց բոցեղեն լեզուների մեջ։ Այդ միջոցին բուրգի վերևից սկսավ տեղալ նետերի սաստիկ տարափ այն խիզախ խմբերի վրա, որոնք կառթավոր չվանները ձեռքներին մոտենում էին կրիային, կրակների միջից նրան ազատելու համար։ Այդ անել իհարկե թույլ չտվին նրանց հայերը, և կրյան հետզհետե այրվելով դարձավ մի մոխրակույտ։ Զորապետի կատաղությանը չափ չկար։ Արաբական նժույգը հեծած, սուսերամերկ և սրարշավ նա դիմում էր մերթ այս, մերթ այն կողմը, և ահեղ որոտալով առաջ էր մղում մարտիկներին, ոմանց թշնամանում, ոմանց խրախուսում էր, հայ կտրիչներին օրինակ էր տալիս նրանց, վառում, բորբոքում էր պատերազմը, բայց բոլորն իզուր, բոլորն ապարդյուն։ Հայոց նետերը և կրակը ահագին կոտորած էին անում նրա զորքի մեջ։ Շատերը նրանցից ձգում, փախչում էին և զորավարի հրամանն ու սպառնալիքը չէր վերադարձնում դասալիքներին։ Վերջապես մի քանի ժամվա կատաղի կռվից և խիզախ հարձակումից յետ Բեշիրը հրաման արավ զորքին նահանջ տալու, բանակատեղը դառնալու։ Այդպես էլ կատարվեցավ։ Իսկ բյուրականցիք ուրախության աղաղակներով ծաղրուծանակ էին անում նրանց։ Այդ գիշեր թշնամու բանակը կարծես սուգի մեջ էր, մինչդեռ բյուրականը ջահերով և ղամբարներով լուսավորված հաղթության տոն էր կատարում։ Հետևյալ 2 օրը թշնամին հարձակում չարավ, որովհետև զբաղված էր յուր վնասները դարմանելու և նոր զորախմբեր կազմելու հոգսերով։ Երրորդ և հետևյալ օրերը նա շարունակ հարձակվում և մի քանի ժամ անհաջող կռիվ մղելուց և հարյուրավոր հոգիներ կորցնելուց հետո
վերադառնում էր բանակ։ 7 օր անցավ այսպես, և սակայն Բեշիրը չկարողացավ բյուրականն առնել։ 8-րդին նա պատրաստվում էր բանակը վերցնել և հեռանալ, երբ մի դժբախտ և անակնկալ դեպք հայոց բախտի անիվը դարձուց։ Սոլոմոն ճգնավորի բերած զորքերից 2 հոգի, որոնք պահանորդ խմբից էին, վեճի բռնվեցան կաթողիկոսարանի թիկնապահների հետ։ Վեճը կռվի փոխվելով, բյուրականցիները նորեկներին ծեծեցին։ Վերջիններս, առանց իրենց առաջնորդի խնդիրը և թախանձանածը ուշադիր լինելու, դիմեցին վեհարան կաթողիկոսին գանգատվելու։ Սահակ եպիսկոպոսը դիմավորեց նրանց և յուր քաղցր խոսքերով և հորդորներով աշխատեց զինվորների սիրտը ամոքել, բայց վերջիններս անդրդվելի մնացին. նրանք կամենում էին տեսնել կաթողիկոսին։ Երբ վերջապես եպիսկոպոսը հայտնեց, թե կաթողիկոսը բյուրականում չէ, հետևապես նրան տեսնել չեն կարող, պահանորդ զինվորները կարծես սառեցան։ Ի՞նչ, ուրեմն մենք մեր կաթողիկոսին չէինք պաշտպանում, ուրեմն մեր անձը վտանգի էինք ենթարկել մի քանի թշվառ բյուրականցիների համար, ասացին նրանք եպիսկոպոսին և առանց այլևս ուշադիր լինելու նրա խոսքերին, իրենց տեղը վերադարձան։ Նույն ավուր երեկոյան սև խորհուրդ հղացան այդ 2 հայերը, որոնք դժբախտաբար պահանորդ լինելով, ոչ եկեղեցումն էին գտնվել, ոչ եպիսկոպոսի քարոզը լսել և ոչ հաղորդություն առել։ Նրանց սրտերը ոչնչով չէին փափկացել այդ օրհասական օրերում, ընդհակառակը, դեռ ավելի խստացել և անգթացել էին թե պատերազմի արյան գոլորշիներով և թե կաթողիկոսարանի թիկնապահներից կրած վիրավորանքով։ Կաթողիկոսն ինքը փախել է բագարան, իսկ յուր ժողովուրդը թողել թշնամու առաջ, օրինավոր բան է այս, հարցնում էր զինվորներից մինը մյուսին։ Իհարկե ոչ։ Ինչո՞ւ ուրեմն մենք մեր գլուխը մահուն ենք տալիս։ Բեշիրը երբ էլ լինի բյուրականն առնելու և մեզ ամենքիս սուր է քաշելու։ Եթե կաթողիկոսը, որ հայր և խնամակալ է, թողնում է ամենքին և փախչում, մենք ինչո՞ւ չպիտի հետևենք նրա օրինակին։ Ո՞վ կպահե մեր կինն ու զավակները, եթե մենք սպանվենք։ Իհարկե ոչ ոք։ Ուրեմն ի՞նչ անենք, փախչե՞նք այստեղից, հարցրեց ընկերը։ Առաջին զինվորը մի փոքր մտածեց և ապա շշնջալով ասաց. Մենք կարող ենք մինչև անգամ վրեժխնդիր լինել մեզ ծեծողներին։ Ինչպե՞ս։ Մինչև անգամ կարող ենք մեզ հարստացնել։ Բայց ի՞նչ պիտի անենք։ Բեշիրը հո ամրոցը վերջ ի վերջո պիտի առնե։ Այո։ Հո բոլորին պիտի կոտորե։ Այո։ Եթե մենք կենդանի մնանք, բյուրականցիներին ի՞նչ վնաս։ Իհարկե ոչինչ։ Ուրեմն ես կերթամ այս գիշեր Բեշիրի մոտ։ Հետո կխոսեմ նրա հետ, եթե նա կհամաձայնի տալ մեզնից յուրաքանչյուրին 100 ոսկի, այլև ոստանում 100 արտավար հող, մենք ամրոցը կհանձնենք նրան։ Պահանորդ զինվորի աչքերը ուրախությունից փայլեցին։ Ոչ խիղճը, ոչ եղբոր թշվառությունը չշարժեցին այդ վայրկյանին նրա սիրտը, որ հրճվում էր ապագա հարստության և երջանկության հույսով։ Գնա, իսկ ես կբանամ աշտարակի փոքրիկ անցքը։ Ամրոցում ով կարող է իմանալ, թե մենք առաջնորդեցինք Բեշիրին, չէ՞ որ շատ տեղերում կան անցքեր և պահանորդներ։ Ասացին և կատարեցին։ Կես գիշերվա մեջ հագարացիների փողը հնչեց ամրոցում։ Հայոց զորքն ու ժողովուրդը, որ հանգիստ քնած էին և չէին երազում, թե հաղթված թշնամին կհամարձակվի մոտենալ Բերդին, սարսափահար վեր թռան տեղներից։ Աղմուկն ու աղաղակը բռնեց ամեն տեղ։ Հագարացիները կոտորել սկսան։
Չնայելով, որ հայոց զորքը զենքի դիմեց իսկույն, չնայելով, որ Թեոդորոս Սարկավագը և Սոլոմոն Ճգնավորը սրերը ձեռքներին զորքի առաջն անցան, ահավոր ձայնով խրախույս կարդացին և սկսան կռվել ներս խուժողների դեմ, այսուամենայնիվ նրանց ընդդիմությունը չկարողացավ ընկճել թշնամու զորությունը, որ գնալով աճում և ամեն տեղ գրավում էր, որովհետև ամրոցի մեծ դռները բացված էին արդեն, և հագարացիք գունդագունդ ներս էին թափվում։ Անցան մի քանի ժամեր։ Օրհասական կռիվը և հուսահատ ընդդիմադրությունը վերջացավ։ Ամրոցն ամբողջապես ողողվեցավ արյունով։ Փողոցները և տները լցվեցան դիակներով։ Որքան զորք ու ժողովուրդ կար ամրոցում, ամենքը գրեթե նահատակվեցան։ Բայց կրկին չափով հագարացիներ ջնջվեցան, որովհետև ամեն մի հայ զինվոր մեռնելուց առաջ սատակում էր մի քանիսին։ Երբ արյան գոլորշիներից արբած հրոսակները ներս խուժեցին եկեղեցին, Սահակ եպիսկոպոսը հսկումն էր կատարում այդտեղ։ Նրան շրջապատել էին ծերունի միաբանները, անզոր կանայք և զառամյալ ծերունիք։ Աղոթք ու պաղատանք, լաց ու կոծ իրար միախառնված, դղրդացնում էին տաճարը։ Հանկարծ շրջապատեցին նրանց սուսերամերկ զինվորները, ահարկ ու դեմքերով, արյուն ռուշտ հայացքներով և վայրենի աղաղակով։ Սակայն ոչ սրերի շողալը և ոչ դահիճների սպառնալը չվախեցրին աղոթող նահատակներին։ Կարծես թե հենց դրան էլ սպասում էին նրանք։ Ժողովրդի մի մասը եկեղեցուց դուրս փախավ, մի մասը տեղն ու տեղը սրի ճարակ դարձավ, իսկ եպիսկոպոսին և միաբաններին դուրս քաշեցին իրենք կատաղի զինվորները և բերին կանգնեցրին Բեշիրի առաջ։ «Ո՞ւր է ձեր կաթողիկոսը» ֊ հարցրեց նրանց զորապետը։ «Գնաց Բագարան», ֊ պատասխանեցին նրանք։ «Այս անգամ էլ ուրեմն փախավ նա իմ ձեռից, ֊ գոչեց Բեշիրը կատաղությամբ, և ապա ատամները կրճտելով մռմռաց. «Հոգ չէ, մենք Բագարան էլ կերցանք, այժմ դեռ դուք տուժեցեք»։ Այս ասելով, նա զինվորներին հրամայեց բոլորին մերկացնել և ծանր տանջանքներով և անարգ տառապանքներով կոտորել նրանց։ Զինվորները իսկույն կատարեցին զորապետի հրամանը։ Առաջին և դառնագույն մահը հասավ Սահակ եպիսկոպոսին, ապա մյուս միաբաններին։ Այդ օրը, որ 924 թվականի ապրիլի 17-ն էր, միաժամանակ նահատակվեցին բոլոր այն գլխավորները, որոնք հակառակելով կաթողիկոսի հեռանալուն, իրենք մնացել էին Բյուրականում։ Դրանց թվում էին և Մովսես վարդապետը, Դավիթ և Մովսես քահանաները, նրանց զինվորական Սահակ եղբայրը և Սոլոմոն ճգնավորը։ Թեոդորոս Սարկավագը, որ վիրավոր ընկած էր դիակների մեջ, մահվան հարված ստացավ մի սին լքոր զորականից։ Բեշիրը Բյուրականն ավերելուց ետ մեծ ավարով և բազմաթիվ գերիներով վերադարձավ դվին։ Ներկայացնելով ոստիկանին երկու հայ մատնիչներին, զորապետը խնդրեց Նսրին վարձատրել նրանց, և Նսրը արդարև ըստ արժանվույն գնահատեց այդ թշվառականների մատուցած ծառայությունը։ «Ձեր վարձատրությունը կլինի այն, ինչ որ ստանում են առհասարակ բոլոր մատնիչները», ֊ ասաց նա զինվորներին։ «Դուք որ չկարողացաք հավատարիմ մնալ ձեր տերերին և հավատակիցներին, հարկավ մեզ ավելի ևս անհավատարիմ կլինիք»։ Այս ասելով, նա դահիճներին հրամայեց իսկույնևեթ գլխատել նրանց։